Տեսնենք ինչ է տապում է հիմա ներկապահին քո եւ նրա քո պարտների հետ հարաբերությունները ներկապահին ոչ մարդկանց մոտ ինչ որ բան մահանում է, ինչ որ նոր բան է ծնվում, այսինքն եթե կային հարաբերություններ կամաց սառում է եւ այստեղ ոչ կարող է ասել ձեր պարտները ձեզ, միգուցե արդեն պլանավորել է, միգուցե արդեն ձեզ տեղյակ պահել է, ինչքան էլ դա ձեզ համար ցավալի է, բայց դուք դեռ լրիվ չեք մոռացել նրան, կարծես այնպիսի տպավորություն է նկա ձեր կյանքում, էլ ինչպիսի էտապում է գտնվում ձեր հարաբերությունները ներկապահին, ահա, միգուցե բարին էլ դա էր, հա, ձեր երկու պարտներներից մեկը բավականին գոհ է, որ հարաբերությունները վերջացել են, ավարտվել են եւ միգուցե հիմա նոր ինչ-որ մարդկան կնոջ հետ է հանդիպում։ Եվ տեսնենք արդյոք նա միգուցե հետագայում ցանկություն կունենա հետ վերադառնալու, այո, դա հնարավոր է, բայց ներկապահին վստահ չի, որ ձեզ թողել է եւ միգուցե քայլեր է անում, բայց վստահ չի, որ ճիշտ քայլ է արել, որ ձեզանից բաժանվել է եւ այլն, ձեզ թողել է։ Իսկ տեսնենք կոնկրետ պատճառը որն է, որ նա ներկապահին ձեզ հետ հարաբերություններն ավարտել։ Մեկ այլ անձնավորություն, ով ամեն մի քայլը նրա հետ տևում է, նոր ծանոթություն, հեռավար հարաբերություններ, հետաքրքիր է եւ հենց ձեր սառեցման պատճառն է այդ կինը ձեր հարաբերությունների խորհուրդ եկեք ձեզ համար, հա, տեսնենք ինչ խորհուրդ են տալիս տարոքարտերը ձեզ։ Ավելի լավ է միայնակ մնալ, քան դավաճանի հետ։ Խորհեք, մտածեք, արդյոք արժե ձեր ժամանակը, ձեր ռեսուրսները, ձեր էներգիան ծախսել մեկի վրա, ով ձեզ դավաճանում է, հա, կամ դավաճանել է եւ այլն։ Սիրեք ձեզ, զբաղվեք ձեզանով, այդ դեպքում ձեր շուրջը կհանդիպեն այնպիսի մարդիկ, ում դուք մագնիսի նման կարող եք ձգել եւ միշտ եղեք անհասանելի տղամարդկանց համար, այլ ոչ թե հասանելի։ Տեսնում եք, զբաղվեք ձեզանով, այդպես ավելի լավ կլինի։